Ինչ, բայց ռուսներին դեմ խես կան, բոլոր առումներով կախված։ Ռուսաստանի հետ քաղաքական, ռազմավարական, առավել ևս տնտեսական կապերի խզումը գոյաբանական խնդիր է Հայաստանի համար։ Կարծում է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը։ Մեր տնտեսությունը կկրճատվի 1/3-ով, միայն գազի պատճառով։ 1/3-ով։ Գործազրկությունը 150,000-ից կհասնի 350,000-ի։ Գործազուրկների ահռելի թիվ կունենանք, որովհետև տնտեսական կոլապս կլինի։ Բագրատյանը նկատում է Փաշինյանի կառավարման տարիներին Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը շեշտակի ավելացել է։ Տնտեսագիտության դոկտորը բացատրում է, հիմա ձեռնարկատերը 1000 խորանարդ մետր գազի համար $175 է վճարում, եթե Ռուսաստանի հետ պայմանագրերը չեղարկվեն, գազի մատակարարման արտոնյալ պայմանները վերանան, կապույտ վառելիքը կստանանք $500-ից $600, ինչպես այսօր վաճառվում է արևմուտքին։ Մենք պարզապես ապերախտավարի քցել ենք ռուսներին։ Այդպիսի բաներ չի կարելի թույլ տալ։ Նախորդ տարի Գազպրոմը Հայաստան է մատակարարել մոտ 2 միլիարդ 700 միլիոն խորանարդ մետր գազ, որի համար վճարել ենք շուրջ $480 միլիոն։ Եթե Ռուսաստանը չեղարկի գազի արտոնյալ պայմանագիրը Հայաստանի հետ ու 1000 խորանարդ մետր գազի համար եվրոպական գին շուրջ $600 պահանջի, ապա Հայաստանը, եթե նույն պահանջարկն ունենա, ստիպված է լինելու տարեկան շուրջ $1 միլիարդ 620 միլիոն վճարել, այսինքն $1 միլիարդ 139 միլիոն ավելի։ Փաշինյանի խոսքով դա խնդիր չէ, քանի որ շուտով, երբ բացվի թրիփը, Հայաստանը սեփական գազն է ունենալու։ Նիկոլ Փաշյանը չի ասում, պետք է լինի գազը ադրբեջանից կբերեմ։ Գոնե էդի չի ասում։ Հանկա հասկանում ուժաններն է, գազ չկա։ Հա, ասում է $600-ով Ռուսաստանից գազ կառնեմ։ Հա, որտեղ այդ փողը կաշխատի, ասում է թրիփի վրա։ Դες նորից մի բան է ասում, որը չեղած բան է։ Օդի մեջ կախված բան է, իսկ թրիփը չի լինելու, ինքը գիտի։ Եթե Ռուսաստանը աչքը փակի, Իրանը թույլ չի տալու։ Որովհետև թրիփ նշանակում է փակել ճանապարհը դեպի Իրան։ Ստոպր վիճակ է, այսինքն։ Հա։ Եվ այս ընտրություններից 8 օր առաջ ժողովրդին այս դաժան ձևով խապել, ինքն իրան է խապում նախորդ։ Ըստ Բագրատյանի խաբեություն է նաև իշխանության այն պնդումը, թե իրենք նոր շուկաներ են բացելու հայկական արտադրանքի համար։ Նրա խոսքով հիմա ամենառեալ ճանապարհը Լարսն է, որով մեր ապրանքները հասնում են ռուսական հսկայական շուկա։ Պետք է նայել քարտեզին, այլ ճանապարհ չկա։ Տնտեսագետի հաշվարկով տարեկան $600 միլիոն հայկական գյուղմթերք է արտահանվում Ռուսաստան։ Բագրատյանը հիշեցնում է, որ այդ երկրի հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունը տարեկան շուրջ $3 միլիարդ է հասնում, չհաշված ապրանքների վերարտահանումը։ Աստանայում ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովին Հայաստանին ըստ էության վերջնական հարցրեցին. ուզում է շարունակել շահավետ պայմաններով առևտուրը, թե Եվրամիություն է գնում։ Նրանք ասում են, ենթադրենք սա Նիկոլ Փաշյանի արածն է, կարող է պատահի, հայ ժողովուրդը այլ կերպ է մտածում, հայ ժողովուրդ, մենք էլ շանս ենք տալիս, թող Նիկոլ Փաշյանը կազմակերպի ռեֆերենդում այս հարցով, եւ որ դու ռեֆերենդումի ժամանակ ասես ոչ ԵԱՏՄ-ին գնում ենք ԵՄ, ես կիմանամ, որ դու ես այդպես մտածում ու այդ պատժամիջոցները, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը պատժամիջոց է բաների տեսքով, լրացուցիչ ավելի բարձրացված գների, տոկոսների, турքերի տեսքով, որ պետք է մուծենք Ռուսաստանի բյուջե, ապա այդ դեպքում իհարկե մենք ձեզ կհանենք ԵԱՏՄ-ից։ Բագրատյանը պատահական չի համարում ռուս պաշտոնյաների այն հայտարարությունները, թե այլևս չեն կարող հանդուրժել Երևանի երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը։ Կարնե Մանգասարյան, Էդգար Խուշյան, Առաքել Օհանյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։